Ինչպես գիտեք, Ինտերֆուտբոլը ունի տեսանյութերի հատուկ խորագիր, որտեղ անդրադառնում է դրսում հանդես եկող հայ ֆուտբոլիստների խփած երբևէ ամենագեղեցիկ գոլերին։ Այս թեմայով արդեն 5 շարք պատրաստել ենք, այսօր 6-րդ մասի հերթը եկավ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու հայերի կողմից խփված այնպիսի գոլեր, որոնք իրոք կհիացնեն եւ կտպավորեն ձեզ։ Սկսեցինք։ Լավագույն տասնյակը բացենք Յուրա Մովսիսյանի խփած գեղեցիկ գոլով։ Մեր հարձակվողը ժամանակին դանիական Ռանդերսում էր հանդես գալիս եւ այդ ակումբի լավագույն ռմբարկուներից էր։ Յուրան նման գոլեր Դանիայում խփել է շատ հաճախ։ Այս մեկն էլ բացառություն չեղավ։ De kigger lidt på det Midtjylland der, og han er hurtig over den, Armeneren. Og 1-0 til Randers efter et kvarter. Den her aflevering er lige så god, og på sit første point ryger fra ham, og så værsgo, 2 forsspillere vedlagt, og så en fantastisk vigtig. 9-րդ հորիզոնականում Գևորգ Ղազարյանը հայտնվեց, ով Դոնեցկի Մետալուրգում հանդես գալու տարիներին դարձել է բազում գոլերի հեղինակ։ Ահա եւ ներկայացնում ենք դրանցից մեկը, որը շատ գեղեցիկ ստացվեց։ Գևորգը վարպետորեն գնդակը կասեցրեց ու շեշտակի հարվածով Գովերլայի դարպասապահին շանսեր չտվեց։ Господар, подача Морозюка, Роман Трауре! Гол 1-1, ну це прекрасний м'яч, просто виконання ідеально виходить. Зараз знову рахунок нічийний, як зараз гратимуть обидві команди. Роман Трауре, тут йому кількох сантиметрів не вистачає для того, аби замкнути цю передачу. Ռուսլան Կորյան հորիզոնական 8-րդ։ Դա եթե Ռուսլանը գոլ է խփում, դա այսպես թե այնպես պետք է լինի գեղեցիկ։ Այստեղ չկան այլ տարբերակներ։ Խնդրեմ, վայելեք։ Հորիզոնական 7-րդ Արտուր Ոսկանյան։ Կարծում եմ կհիշեք, որ Արտուրը կարիերայի մի տևական հատված Կիպրոսում է անցկացրել։ Ահա եւ այդ этаպում նրան հաջողվեց մի այնպիսի գոլ խփել, որը իր արժանի տեղը գտավ մեր այսօրվա թոփում։ Ոսկանյանը ամեն ինչ հիանալի արեց եւ դարպասի շքեղ գրավում արձանագրեց։ Ոսկանյան κάνει το շուտ գոլ։ Ο εθνικός ισοφαρίζει στο 84. 1-1 με αυτό το όμορφο γκολ από τον Βοσκανιάν. Հորիզոնական 6-րդ։ Եվս մեկ դարպասի գրավում նորից Դանիայի առաջնությունից։ Այս անգամ էպիզոդի գլխավոր դերակատարը Էդգար Բաբայանը դարձավ։ Հայ ֆուտբոլիստը Բրոնդբյուի դարպասը գրավեց, խփելով կարիերայի հերթական գեղեցիկ գոլերից մեկը։ Լավագույն հնգյակն ենք բացում։ Էլ ինչ թոփ գոլերի շքերթ առանց Էդուարդ Սպերցյանի։ Հայ կիսապաշտպանը այս գոլը վերջերս հեղինակեց, երբ Կրասնոդար ֆակել դիմակայության ժամանակ Տուգանայինից անկասելի հարվածով գնդակը վոռոնեժցիների դարպասը ուղարկեց եւ տվյալ տուրի ամենագեղեցիկ գոլը խփեց։ Итак, смотрим. Внимание, Эдуард Сперцян. Удар! О! Да ладно вам, что тут еще говорить? Просто насладитесь. Эдуард Сперцян. 2-0. Фирменный удар
На этот удар можно наклеить эмблему. Это для палаты мер и весов. Это запатентованные удары. Это то, что Краснодар видит так часто, что ждет. Վահան Բիչախչյան հորիզոնական 4-րդ։ Ժամանակին Արիան Ռոբենը այսպես Մանչեսթերի դարպասը գրավեց։ Այս գոլը տասնամյակում լավագույններից մեկը դարձավ։ Նման մի բան էլ արդեն տարիներ հետո հենց մեր Վահանը կրկնեց։ Մեկնաբանությունները ավելորդ են այստեղ։ Սա ուղղակի տեսնել է պետք։ Grosicki na głowę Guala teraz Biczachcian się złożył do strzału i zrobił to, co potrafi doskonale. Strzał spoza pola karnego z woleja 3-2 prowadzi Pogoń. Próbował dzisiaj chyba dwukrotnie zza pola karnego po stałym fragmencie po rzucie rożnym strzelać Biczachcian. Te strzały albo blokowane, albo ten pierwszy, który zupełnie mu nie wyszedł. Natomiast widzimy, że jest to piłkarz. Jeśli dostanie dobrze piłkę właśnie na 16 metrze, to potrafi zaskoczyć bramkarza. Drugi gol w tym sezonie Ormianina. Piękne uderzenie, ale widzieliśmy, że tam był cały czas Kacper Tobiasz zasłonięty i dlatego utrudniono miał interwencję. Jeszcze ta piłka przeleciała między nogami Josue, mam wrażenie, a trafił idealnie w boczną siatkę. On nie zdążył Josue, tak jak we wcześniejszej interwencji, bliżej podejść do Biczachciana. Z drugiej strony też trzeba docenić, jak zmieścił tą piłkę. Gąszniuk w 16, piłka poszybowała. Լավագույն եռյակն ենք բացում։ Թոփի բրոնզը Էդգար Սևիկյանին հանձնենք։ Այո, մեր ֆուտբոլիստը Ֆերենցվարոշում ամրապնդվել չկարողացավ։ Փոխարենը հանդիպումներից մեկի ժամանակ մի այնպիսի գոլ խփեց, որը ցանկացած եթեր կզարդարեր։ Էդգարը գործեց Արիան Ռոբենի ոճով եւ գնդակը մրցակցի դարպասի հեռավոր անկյունը ուղարկեց։ Սևիկյան Ellövi! Nem csak ellövi, hanem bebombázza! 2-0 a Ferencvárosnak. Szeviken a 8. mérkőzésén az FTC színeiben megszerzi az első gólját. Hát ez egy brutálisan nagy gól volt. Megduplázza előnyét a Ferencváros az első félidő feléhez közeledve. Հորիզոնական երկրորդ թոփի արծաթ եւ նորից Վահան Բիչախչյան։ Երկար չեմ մտածի ես այստեղ։ Կբռնեմ ու ցախ ոտքովս նրանց կգնդակահարեմ։ Այսպես թե այնպես հարգելի մրցակից։ Դու փրկվելու շանսեր չունես։ Biczachcian! Biczachcian! O tym mówiliśmy, kiedy pojawił się na boisku. Znak firmowy. Piłka 30 metrów od bramki. Przymierzone, wycelowane. Pogoń w końcu ma prowadzenie. No możemy nazwać to tylko w jeden sposób made in Biczachcian. Tak da nam się poznać w naszej ekstraklasie. To zaczynamy się oswajać z tym obrazkiem, ale to wykonanie, to uderzenie, ta trajektoria lotu, coś pięknego. To musimy pozostawić to bez komentarza. Obejrzeć w ciszy, bo na to można patrzeć w nieskończoność. Najpierwniejsza reakcja bramkarza. Mógł tylko odprowadzić wzrokiem piłkę, która niechybnie. Հորիզոնական առաջին թոփի ոսկի հաղթողը Տիգրան Բարսեղյանն է դառնում։ Այս գոլը, որը Տիկոն խփեց Չեմպիոնների լիգայի Ցելիայի դեմ խաղում, կարելի է դիտել անվերջ։ Բարձր վարպետություն, շքեղարված, հիասքանչ կատարում, կարճ ասած, գոլ գերֆանտաստիկների շարքից։ Դուք Բարսեղյանի գոլը վայելեք։ Մենք էլ շնորհակալություն հայտնենք ձեզ, խնդրենք, որպեսզի լայքեք տեսանյութը եւ բաժանորդագրվեք ալիքին։ Կհանդիպենք արդեն շատ šuտով։ Լավ եղեք ու ամենայն բարիք ձեզ։ Zkusí vylepšit tento letný večer a osvěžit sa aj 5. golom Barsegia! Pane Bože!
Zemanom teraz držíme za hlavu. Celý ten zápas odohral na ľavej strane obrany, tak po vystriedaní Vojtko sa presol nahor. Hneď mal prvú akciu, fantasticky to prihral. A tá strela z nášho pohľadu, čo to perfektne videli, vyzerala, že je tu 3 metre vedľa nami. Neuveriteľná rotácia od Varsegiana, trafil to úžasne, fantasticky. A keď som preto to hovoril, že Slovan všetko vychádza, tak je to čerpštička na tom ešte k tomu. No máš zápasy v kariére, keď kopneš do všetkého, jednoducho ti to tam padne. To je dnes prípad Slovana Bratislava a naozaj v tej ofenzívnej fáze fantasticky dnes vyšlo a bola to taká balada pre oči divákov a si to myslím, že dneska naozaj celý štadión.